Այդ խմբերի մեջ միշտ Արսենն է եղել։ Իշխանությունները մեկամսյա կալանքի տակ են վերցրել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի ծնող Արսեն Ղուկասյանին։ Պատերազմում անհետ կորած զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը Գոհար Դավթյանը Եվրամեդիա 24-ի հետ զրույցում պատմեց միջադեպի մանրամասները։ Կալանավորելը երեք իրակինը պատմեց, որ առավոտյան ժամը 8-ին ինքը գնացել է գործի, ասում ոչ մի ոստիկան չկար, բայց 8:30 արդեն հարևանուհին զանգել, գալիս ոստիկաններն հավաքվել, բայց չգիտեմ ում համար են էլի հավաքվել։ Եկել են Արսենն են հարցնում, ինչ որ ստեց, իբր թե ստորագրություն են ուզում վերցնել, ասում եմ Արսեն տանիքի չեմ հավատում։ Այդ րոպեն զանգում են Արսենին, Արսենը դուրս է եկած եղել աշխատանքի։ Մեկ շաբաթ առաջ անհետ կորածների հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ, իրենց տանջող հարցերով, որտեղ են իրենց զավակները, ու ինչ է անում պետությունը նրանց որոնելու եւ հայտնաբերելու համար։ Նախարարության անցակետի մոտ մի քանի անգամ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ծնողները փորձում էին փակել մուտքը, իսկ տարածքում ավելանում էին ոստիկանական շարքերը։ Միջադեպից մեկ շաբաթ անց ձերբակալվեց Արսեն Ղուկասյանը։ Նրա կալանքի անհրաժեշտությունը քննչական մարմինները հիմնավորեցին նրանով, որ Ղուկասյանը ունի հեղինակություն եւ ղեկավար դիրք անհետ կորած անձանց ընտանիքների շրջանում եւ իբր կարող է ազդեցություն ունենալ մյուսների վրա կամ նոր հավաքներ կազմակերպել։ Այդ ժամանակի իշխանությունը լավ նախապատրաստված ոչ գիժա ղեկավար կոչեցյալը, որ իմ ղեկավարը չի, ոչ գիժա, ոչ էլ լավ մանրամասն իրանց աշխատանքը անում են բոլոր հայերին բաժին ենթարկում, ինչպես նաև Արսեն Ղուկասյանին պայքարող ազնի մարդ, ոչ մի սխալ բան չի արում հանուն հայրենիքի, ոչ մի սխալ բան։ Այսինքն իրանք հրահրում են, ես ներկա եմ եղել, տնեիմ տեղի ունեցած այդ հրահրված կռվին։ Ամեն անգամ ինչ-որ բաներ անում են, այդքան շատ արդյունքի երևի չեն հասնում, այս անգամ, ասեմ, ծնողները պահանջում էին 5 տարվա մեջ, ասեք ինչ է կարել երեխեքին, ասենք թե կորածեն, իմանան կորածեն, մարդիկ կան իսկապես դենկա չեն ստացել։ Տիկին Գոհարի խոսքով որդու դիակի ԴՆԹ փորձաքննությունը հակասական արդյունքներ էր տվել։ Որդուն ուղարկավորել են 1.5 տարի առաջ, այն էլ պատերազմի ավարտից գրեթե 4 տարի անց։ Մենք դենկան տարել էինք, այսինքն տեսնելով, որ պարկերի մեջ լցված մարմինները դու ոնց համաձայնության տված, որ դա խելացի գրագետ պրոցես է գնում, ասենք թե դենկայի հայտնման։ Դրա համար տարանք Ռուսաստան։ Ուրեմն իրանք սխալ մասունք են տվել, ու այդ սխալ մասունքի հիման վրա մեկ պատասխան եկել է, որ չի համընկնում մեզ հետ Գերմանիա տանելուց ուրիշ մասունք տվեցին։ Այսինքն այն մասունքը, որ իմ տղայի ինչ-որ մի մարմնի մասն է տասում։ Այդ երեխեք իրանց կյանքը տվել են հանուն հայրենիքի, այն 18 տարեկան երեխեքները։ Տիկին Գոհարը հիշեցրեց, որ պատերազմից հետո ծնողներին հորդորել էին գնալ այն տարածքներ, որոնք արդեն հանձնված էին թշնամուն, եւ այնտեղ փորձել գտնել իրենց որդիների մասունքները։ Այդ ծնողների շարքում ըստ տիկին Գոհարի եղել է նաեւ Արսեն Ղուկասյանը։ Այդ խմբերի մեջ միշտ Արսենն է եղել։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերվանից գտնվում էին Եռաբլուզ զինվորական պանթեոնում։ Նպատակ ունենալով կանխել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության այլ ներկայացուցիչների մուտքը։ Փաշինյանը իր կողմնակիցներին հայտարարել էր, թե գնում է Սքոյերթի դեկտեմբերի 17-ին։ Դարձյալ ընդեղ էի։ Պավլիկ Մանուկյանի կողքը կանգնած էր, որ ինձ խնդրում էին դու հայ մայր ես, մեր շարքից դուրս արի, իրանք առաջին շարքն են կանգնել։ Ասեցի իմ տղամարդ այս պայքարի մեջ չկա։ Նշենք նաև, որ գործում էր գերիների, պատանների եւ անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։
Հանձնաժողովին կից ստեղծվել էր անհետ կորածների ծնողներից բաղկացած աշխատանքային խումբ, որը պատկան գերատեսչություններին ներկայացնում է ծնողների մտահոգությունները, սակայն անհայտ կորածների հարազատները դժգոհ են արդյունքներից, քանի որ 5 տարի անց իրենց հարցերը մնացել են անպատասխան։